Հետախուզումից 8 ամիս անց քրեական հեղինակություն համարվող նորատոսցի Ալիկ Մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ներկայացել է իրավապահներին, նա տնային կալանքի տակ է։ Բանդուրյանը մեղադրվում է 2 դրվագով քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու համար։ Դրվագներից մեկը վերաբերում էր նրան, որ Գեղարքունիքի մարզի 2 քաղաքացիներ ունեին հողատարածքի հետ կապված մասնավոր վեճ եւ այդ վեճը լուծելու նպատակով նրանցից մեկը դիմել էր քրեական հեղինակությանը, ով ստանձնել էր որոշակի անօրինական գործողությունների միջոցով լուծել այդ մասնավոր խնդիրը եւ իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել էր համապատասխան հանձնարարություններ։ Քննիչը նաեւ երկրորդ դրվագի մանրամասներն է ներկայացնում։ Երկրորդ դրվագը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության մի քաղաքացու Նոյեմբերյան համայնքից, ով ուներ որոշակի ֆինանսական խնդիրներ այլ անձի հետ, ով իրենից սպառնալիքով փորձում էր խոշոր չափի գումարներ շորթել եւ այդ հարցը նույնպես լուծելու համար տվյալ անձը, այսինքն ենթադրյալ տուժողը միջնորդարված եղանակով դիմել էր քրեական հեղինակությանը, ով որոշակի գումարի դիմաց ստանձնել էր այդ հարցի լուծմանը։ Խոսքը $300,000 մասին է եղել։ Քաղաքացուց սպառնալիքի միջոցով գումար պահանջած անձը Հայաստանից դուրս է գտնվում։ Ենթադրյալ տուժողը ըստ մեղադրանքի Ալիկ Բանդուրյանին դիմել է իր մտերիմներից Նոյեմբերյանի բնակիչ Միսակ Փաշիկյանի միջոցով։ Նա մեղադրյալ է Սևանի ավականու անդամ Արսեն Աֆյանի սպանության գործով։ Ընդ որում քննիչի խոսքով այս երկրորդ դրվագի հաղորդման մեջ կան նաև սպանության փորձի եւ գումարների մաքսանենգության հանցակազմեր, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չներկայացրեց։ Հարկ է նշել, որ նշված հանցանքներն իրենց բնույթով հանդիսանում են լատենտային հանցագործություններ, այն առումով, որ քրեական վարույթի մասնավոր մասնակիցները հիմնականում խուսափում են ցուցմունքներ տալուց, հանցագործության վերաբերյալ տեղեկություններ հայտնելուց եւ դա որոշակի առումով բարդացնում էր վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը հանցագործությունը բացահայտելու առումով։ Հենց այդ պատճառով էլ նախաքննական մարմինը իրականացրել է ենթադրյալ տուժողների վկաների նկատմամբ գաղտնիք հնչական գործողություններ, մասնավորապես թվային, այդ թվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում։ Վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունեցավ ձեռք բերելու ինչպես քրեական հեղինակություն ունեցող անձի կողմից, այնպես էլ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների կողմից նշված 2 դրված հանցագործությունների առնչության վերաբերյալ փաստեր։ Ալիկ Բանդուրյանը սակայն մեղադրանքը չի ընդունում, լուրերի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը։ Նշեց մեղադրանքն անհիմն է, իսկ մանրամասներն արդեն դատարանում կներկայացնեն։ Այսպիսով 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 6-ից 2-ը, այդ թվում Բանդուրյանը տնային կալանքի տակ են, 2-ը կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Քրեական այս գործն արդեն դատարանում է։ Տաթև Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։